Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք, մենք էլ ենք լավ, այսօր երեքշաբթի է, գնում եմ աշխատանքի ու որոշեցի նոր վլոգ սկսել ու վլոգը սկսել շնորհակալական խոսքերով, քանի որ վերջի շրջանում, երևի վերջի 2-3 վիդեոները առհասարակ չեմ հասցրել պատասխանել մեկնաբանություններին, կարծում եմ հասկանում եք, որ ֆիզիկապես ուղղակի չեմ հասցնում Աշկի տակով անցկացնում եմ, կարդում եմ, շատ անչափ շնորհակալ եմ բոլորիցը, Զոյկայի ծնունդի շնորհավորանքների, նույնիսկ երևի իմ ծննդյան շնորհավորանքներից էլ կա, որ չեմ պատասխանել, մեքենայի հետ կապված, կիսուրենցս հետ կապված, անչափ շնորհակալ եմ բոլորիցը, անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի, բարեմաղթանքների, շնորհավորանքների համար, հենց ազատ ժամանակ ունենամ, անպայման կպատասխանեմ, մենք լավ ենք, ամեն ինչ լավ է, չնայած որ ես դեռ չեմ լավացել, բայց սպասում եմ անհամբեր երևի թե պետք է անպայման անտիբիոտիկներ խմեմ, քանզի իմ մեջ կա այդ հերպես ասվածը ու այնտեղ կարծում հետևորդներիցս մեկը գրել էր, որ ինքը վարակիչ է, ես գիտեմ, որ վարակիչ է, ես նույնիսկ հերպեսի հետ կապված տեսանյութ ունեմ նկարած, կար ինֆոյում, ես շատ լավ ծանոթ եմ, փոքրուց եմ ծանոթ այդ հիվանդությանը, այդ իմ մեջ կա ու ես երբ որ մի փոքր գերհոգնած եմ լինում, գերծանրաբեռնված եմ լինում կամ immunitetes այսպես թուլանում է, ինքը միանգամից գլուխ է բարձրացնում ու դուրս է գալիս միշտ շրթունքից ինչ-որ տարբեր հատվածներում ու ես այնպես էր ստացվում, որ մի 2-3 տարին մեկ անտիբիոտիկների սուս կուրս էի ընդունում, այստեղ երբ որ արդեն Եվրոպայում էի ու ամեն ինչ ու էլ չէր լինում մի 3-4 տարի նույնիսկ, վերջին անգամ դե հղիության ընթացքում, հղիությունից հետո, երբ որ արդեն իմունիտետը թուլանում է, հաճախ էր լինում, բայց քանի որ այդ ընթացքում չի կարելի անտիբիոտիկներ խմել, չէի խմում ու մենակ ինչ-որ կրեմներով բանով անցկացնում էինք, բայց կարելի ասել վերջի 4-5 տարում երևի Զոյկային երբ որ էլ չէի կերակրում, այդ ժամանակ եմ խմել ու չէր լինում, կամ պուճուրիկ ինչ-որ դուրս էր գալիս ու անցնում էր, իրեն զգացնել էր տալիս, բայց այս անգամ շատ մեծ եղավ ու նորից հիմա այս կողմումը դուրս եկել, գիտեմ, պահում եմ հիգիենայի բոլոր կանոնները, թե աշխատավայրում, թե այստեղ ամեն ինչ առանձնացված է, այսպես թե այնպես հիգիենայի պարագաները, սրբիչներով, ամեն ինչով, նույնիսկ բաժակ գտալ ամեն ինչը դե աման լվացող մեքենայում ամենաբարձր ջերմաստիճանով եմ միացնում, պահում եմ նույնը աշխատավայրում, բայց դե հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Ու ես լավ գիտեմ այդ ամեն ինչի մասին։ Փառքասու տանը ոչ ոք չունի, ոչ մեկի չեմ վարակել ու այո, վարակիչ է, բայց ոչ օդակաթիլ այն ճանապարհով, միայն հիվանդի օգտագործած պարագաներից, երբ որ շփում are ունենում վերքի հետ եւ նաեւ միանգամից կոնտակտի միջոցով։ Այդպես սիրելիներս, դե լավ մնացեք, լավ եղեք, ես գնամ աշխատանքից չուշանամ, նորից կհանդիպենք, կարևորը նոր վլոգը ազդար արել ենք։ Սիրելիներս, ես արդեն աշխատավայրում եմ, նախաճաշ են անում այսպես համեղություններով աղջիկները, բայց դե ես կվերցնեմ իմ սուրճը ու կգնամ իմ աշխատասենյակ, որովհետև շատ գործեր ունեմ անելու, այ հիմա այնտեղ եմ փափուկ իմ գնաց հաթոռի վրա կնստեմ, սուրճս կվայելեմ ու կանցնեմ թղթաբանական գործերիս։ Իսկ այս կադրում արդեն չորեքշաբթի է, ընդմիջում ենք անում ճանապարհին, գնում ենք Գրաց վիրահատության, վիրահատությունից վերադարձա, միանգամից մամային, պապային վերցրինք երեխեքին ու գնում ենք լավ ժամանակ անցկացնելու, որպեսզի ոչ մի օր, ոչ մի պահ բաց չթողնենք, բոլորս միասին գնում ենք, իրենք չգիտեն դեռ ուր ենք գնում, Ալենը որոշել է, որ պետք է անակնկալ անենք ու տատիկ պապիկին տանենք այնպիսի մի տեղ, որտեղ իրենք դեռ երբեք չեն եղել։ Արդեն հասկացաք, այսօր Ալենի ցանկությամբ տատիկին պապիկին բերել ենք բոուլինգ, որպեսզի բոուլինգ խաղան, կյանքում առաջին անգամ ու ասեմ, որ առաջին անգամվա համար շատ լավ էր, պապան նույնիսկ, եթե չեմ սխալվում, երկրորդ տեղը զբաղացրեց։
Молодец. Най, լրիվ գցելու։ Վա։ Ich spiele auch Decker. Oh, ist die lovely. Oh, lovely. Վերջ, մենք վերջացրեցինք, շատ լավ ժամանակ անցկացրինք, կարևոր է մաման ու պապան շատ ոգևորված էին ու շատ գոհ, համ էլ շատ լավ խաղացին։ Սիրելիներս, այսօր արդեն 5 շաբթի է, աշխատանքից եկել եմ ու այսօր էլ մաման որոշել է բոլորիս համար կուտապ պատրաստել, կարծում եմ շատերին, եթե ոչ բոլորին հայտնի է հայկական ավանդական շատ համեղ ուտեստ է, կուտապը բուսական առողջարար սպիտակուցները հացի խմորի մեջ եւ ջեռոցում թխված, վրան առանց ոչ մի բան քսելու, ուղակի թխելուց հետո ձեթ ենք քսում, մի փոքր ենք թողնում ջեռոցում, հետո հանում ենք, թողնում ենք մի քիչ փափկում է, այսինքն հանգստանում է եւ անուշ ենք անում։ Առաջինը ամուսնունը սա առանց սոխինը, բայց տեսա մենք բոլորով գնանք փորձենք, նենց անուշ հոտ է գալիս, նենց անուշ հոտ, չեք պատկերացնի։ Գնանք անուշ անենք, համել սուրճ ենք խմելու։ Զոյկայի պիստացլը հայ 15-ամյակն ենք նայում։ Ինձ հավեսով են նայում 5 վիդեոները։ Հավեսա չէ։ Հա, ու ծնունդները հիմնականում։ Վերջ, մաման թխեց վերջացրեց, տեքրեն քսել եկել են, գնում ենք անուշ անենք։ Սիրելիներս, հենց մի փոքր ժամանակ ենք գտնում, աշխատում ենք, որ գոնե խանութներ գնանք սկեսուրիս հետ, ահա այստեղ եկել է, բերել ենք կիսուրիս խանութ, ինքը հանդերձարանում է, նայում ենք ինչ կհավանի, ինչ կվերցնենք, իսկ այստեղ էլ արդեն տուն ենք հասել, մի հատ տոլմա ենք փաթաթում, սկեսուրս աչիկայ է սարքում, ես էլ տոլմա եմ փաթաթում, փաթաթենք, պրսնենք խառը ամառային, ինչ ոչ նաև ձմեռային կաղամբով, խաղողի տերևներով եւ բանջարեղենով տոլմա եմ փաթաթում, դնենք վրան եփվի ու էլի լավ տեղ ենք գնալու։ Ու մենք էլի գնումներով ենք, վաղվան ենք պատրաստվում, ու թե վաղ ուր ենք գնալու։ Կիմանաք վաղը։ Գնացինք ներս։ Կադրերից արդեն պարզա չէ դառնում ինչքան խառն ենք, ոչ մի վայրկյանը չենք կորցնում, հասել ենք տուն, գնումները դրել ենք, տոլման դեռ եփվում է ու հիմա էլ գնում ենք լիճ, տեքրենքս արդեն այնտեղ են, որտեզ ենք գնում, երեխաները մի փոքր լողան, ժամանակ անցկացնենք էլի միասին ու գանք տուն պատրաստվենք, որովհետև գիշերին, լուսադեմին լավ տեղ ենք գնալու։ Մարզը, որտեղ մենք ապրում ենք, Քյանթերի մարզը հայտնի է իր շատ լավ բնությամբ ու բազմազան լճերով, շատ 200-ից ավել լճեր ունի, որտեղ հնարավոր է լողալ, ունեն իրենց լողափերը ու իմ համար կոնկրետ Վյոթեզեն համարվում է ամենասիրուններից մեկը իր գույնով, իր տեսքով, չգիտեմ, իմ համար համարվում է առաջինը, ամբողջ շատ լճերում ենք եղել արդեն, բայց Վյոթեզեն իր սիրունությամբ մի ուրիշ առանձնահատկություն ունի։ Կոնկրետ այս ափը, հենց այս հատվածը, որտեղ մենք հիմա նստած ենք, այստեղ եղել եմ ուղիղ 8 տարի առաջ, երևի հենց նույն օրը, երբ Զոյկան ընդամենը կամ մի քանի օր անց, երբ Զոյկան 40 օրեկան էր ու մենք եկանք տեքրենցս տուն, հյուր եկանք երկար ժամանակով ու հիշում եմ հենց այստեղ ափին Զոյկան Մաքսիկոզի մեջ պուճուրիկ 40 օրական, շատ փոքրիկ, երեխեքը բոլորը փոքր ու հենց այստեղ էինք, այս ափի
փին, այս կողքի հեսա պատուհանը ցույց կտամ, այդ պատուհանի մոտ ու այնքան հիշողություններ արթնացավ ու նայում եմ աչքիս դեմ գալիս էր այն ժամանակ երեխեքին փոքր ու հիմա արդեն այսքան մեծացած, այդքան արագ է անցնում ժամանակը։ Ու վերջ, արդեն տուն ենք վերադառնում, գնանք մի հատ մեր համեղ տոլման անուշ անենք ու պարկենք քնենք հանգստանանք, որ առավոտ շուտ դուրս գանք։ Բարի լույս սիրելիներս, բարի առավոտ շուտ ժամը 4:10, 15 արդեն, հարթնացել ենք, պատրաստվել ենք, սուրճ ենք խմել ու այսօր գնում ենք Իտալիա, մենակ մեր ավտով ենք գնում, մենակ մեծերով ենք գնում, սկեսրարս, ես Վիտոն, հիմա մենք մեր տնից, գնում ենք տեքորս կնոջնել վերցնենք ու գնանք, պայմանավորվել ենք, որ 5-ին ընդեղ ենք լինելու, Վիտոն այնքան պունկտուալ է, Վիտոյի նման պունկտուալ մարդ ես չեմ ճանաչում, եթե նա ասեց այս ժամին, այն ժամին պետք է ընդեղ լինի ու միշտ պահանջում է, որ բոլորն էլ իր հանդեպ այդպեսին լինեն, արդեն ճանաչել եք, երևի էլի եմ ասել, այս որ մենք կազմ պատրաստ սպասում ենք, իրերը դրել եմ արդեն մեքենայի մեջ, հուսամ բան չեմ մոռացած էլ լինենք, ոչինչ, ինչ-որ բան պետք լինի, Ռուզի մոտից կվերցնեմ, բայց թե չէ, հա ինչա պետք։ Տենց գնում ենք, երեխեքին էլի չենք տանում, այնպես է, որ չեն էլ նեղվել, որովհետև գիտեմ, որ գնում ենք, տանում ենք տատիկ պապիկին ման տալու, մեր մոտ էլ դե ընդամենը մի 2 ժամվա ճանապարհ է, ոչինչ իրենց էլ կտանենք անպայման։ Այդպես սիրելիներս, դե լավ գնանք, ընթացքում տեսնեմ ոնց ինչպես կմիանամ, գնացինք։ Սիրելիներս հասել ենք, հիմա ռուզենքերիչն են ու դուրս գանք ու այս պահերը ինձ լրիվ հիշացնում է Սևանը, որ այն ժամանակ մենք գյուղից գալիս էինք Մասիս ու բոլորով տարին մի անգամ հաստատ քերիս դե ճանաչողները գիտեն էլի իմ քերուն, քերիս, մամայի հոպարները, բոլորն էլ ավտոբուսների, մշտապես Մասիս Երևան բաներ, այդ ավտոբուսով, հիշում եմ Յուրի քերի ավտոբուսը, հետո իմ քերին ավտոբուսներով ու այդ իմ համար իմ մանկության ամենալավ հիշողություններն է, ոնց էինք պատրաստվում, եմ որ երեխա ժամանակվանից հիշում եմ, ես բոլոր ամենքը մի բան անում էին, ես քերակինները, տորթով, մորթով, թխվածներով, տատիս ոնց էինք պատրաստվում ու ավելի հաճելի էր այդ պատրաստությունների այդ ընթացքը, որ գնումները, պատրաստությունները, սիրուն դնելը, դե ես երեխա էի, մենք երեխա ենք, չենք հասկանում, որ դա իհարկե դժվար էր, այդ ամեն ինչին պատրաստվելը դնել, հետո նույնիսկ ամեն ինչ նույնիսկ հետ բերել դասավորել, բայց որ արդեն դու մեծանում ես, որ արդեն դու պետք է այդ ամեն ինչ անեիր, բայց դե այստեղ այն ալա, որ ոչ մի բան չես վերցնում, ոչ մի բան չես պատրաստվում, մենակ մի հատ լողազգեստ վերցնում ես ու գնում ես, այդ մաման էլ ասում է, բա բան չեք վերցնում, հետներդ, բա ինչ ենք վերցնելու, մտածում ասում, դե որ մենք գնում ենք, թեկուզ կոբուլետի գնում ենք, ամեն ինչ վերցնում ենք, ասում եմ, չէ մամ, ոչ մի բան, մենակ մեզ ենք վերցնում ու գնում ենք, տենց լավ, եկան գնացինք։ Ու վերջ, արդեն ճանապարհին ենք, տղաներն առջևում են, սկեսրարս մեջտեղում, ես ու Ռուզը հետևում, այնպես որ սկեսրարս ապահով ձեռքերում են, երկու կողմից, առջևից, հետևից ապահով պաշտպանություն ունեն, գնացինք, այսենց երգել, պարելով, ուրախ, զվարթ։
իհարկե YouTube-ի կանոնները հաշվի առնելով երաժշտությունը չեմ կարող հենց այդպես թողնել, բայց ընթացքում սկեսուրս ասում էր աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, 2 տղաներս, 2 հարսներս կողքս են, ամուսինս կողքս է։ Հասել ենք, տեղավորվենք, ժամը 8-ն է, թանց մի քանի րոպե, մենք արդեն ծովում ենք, այսինց ենք ուզում, որ գանք, մեր ուզավ տեղը վերցնենք, հանգիստ, Ջուրը տանում հայ։ կտանեմ ես։ Մամ լավա։ Ջուրը տակա։ Շատ, ապրեն իմ հարսներն ու տղաները։ Ապրեք դուք, ապրեք դուք։ Ով կերազել, որ Իտալիա կհասնեն։ Մաչետը դու ապրել Հայլի։ Եկել եմ Ավստրիա, Խորվեթիա գնացի, Ավստրիայի գնացի, Սլովակիա։ Խորվեթիա գնացի։ Սլովենիայով կեթանք հետեթալուց, որ Սլովենիայում է լինի։ Մաման ինտերվյու ա տալիս։ Հետո երեխեքիս մոտ եկա, լավացա։ Լավացավ, всё։ Դրա համար էլ Պաճառը երեխեքն է, ինտերվյու ա վերցնում։ Դրա համար էլ Հայաստանից զանգում են, ասում են՝ «Յազոյ, այս դու հիվանդ չէիր»։ ասում են, նայ, Հասավ, հա։ Քեզ գիտես ինչ լավ եմ, դրա համար մարմինս էլ շարժի։ Այս մկաները բացել։ Տանեմ հեռախոսը գամ։ Կտանը։ Ույ շոտ, հովեսո։ Տանեմ հեռախոսս դնեմ գամ։ Շատ լավ եկանք, միած սենց ինտերվյու ես էլ կամ շատ լավ եկանք, շատ լավ էր ճանապարհը, առանց խցանումների, առանց բանի, մենակ այդ մի տեղը որ կանգնեցինք, այդ մի 40 րոպե միջև հենքան հերթ էր։ Սուրճ կրուասան բան, ընդհանուր 2 ժամում եկանք հասանք այստեղ։ Ոյ, ջուրն էլ է շատ հավես, կարևորը ավազան, այնտեղ ենք եկել, որ ավազոտ լինի, որտեվ մամայից համար էլի, որ քարերը բան չանի, բայց դե շատ տաք է ջուրը, շատ հավես է։ Տղաները գնացին մեր համար խմելու բանման բերեն։ ապրեք երեխեքս։ Buongiorno signor. Շատ ապրեք։ Aghi. Aviccio. Ma lì la li mette? Մեր պահպաղակների գույնը, իմ Ուրուզանի սիրունը։ Որոշում ենք, թե ինչ պետք է վերցնենք քշելու։ Նայ, պապ։ Սիրելիներս, ու քանի որ ձեզ սենց այս ռակուրսից չէի ողջունել այսօր, որոշեցի այս սիրուն մայրամուտին մի հատ ձեզ ողջունեմ, ասեմ, որ մենք այսօր շատ լավ ժամանակ ենք անցկացրել, ամեն ինչ այնքան լավ անցել, այնքան
հիանալի ուղակի մենակ մի բան է, որ երեխեքը հետներս չեն, որ սենց ամեն ինչ անում ես, պես մի փոքր այդ տխրությունը կա, որ երեխեքը հետներս չեն, չնայած իրանք շատ ըմբռնումով են մոտեցել, շատ ուրախ անդադ գրում են, ընթացքում իհարկե աշխատել մեզ ընթացքում հեռախոս չվերցնեն, բայց շատ ուրախ ենք, մամա վիդեոներ արա նկարի, ուղարկեք, տեսնենք ոնց եք բան, ու մենք էլ սենց լավ ռելաքս ենք անում, ու որ տեսնում ենք մամայի, պապայի են ուրախ դեմքը, սենց են հագեցած գող ուրախ հայացքը, ամեն ինչ արդեն մոռանում ես, ամեն ինչի մասին, այնպես որ հիմա մի հատ էլ փոխվում ենք գանք, սիրուն նկարներ անենք, սիրուն նկարվենք, հիշողության համար ու հետո գնում ենք քաղաքում ման գալու արդեն, քաղաքում ման կգանք 7-ն է, էլ լողանալու համար ցուրտ է, քաղաքում ման գանք, սպոսնենք, հետո գնանք հաց ուտենք, կամ հակառակը հաց ուտենք, նոր գնանք սպոսնենք, ու արդեն հրավառություն է լինելու ժամը 11-ին, երևի հրավառություններն էլ գնայինք, մասնակցենք ու դուրս կգանք, դեմ սիրելիներս, այնպես որ շատ լավ է, ամեն ինչ շատ լավ է, չգիտեմ ինչ ասեմ, լավ հանգստացած եմ, ուղղակի պատտեմ մի հատ դիքել բայել եք ես մայրամուտա, ես սիրուն ծովի ալիքների ես ծայնը, Մարտը 10 անգամ չստերել եմ Ահա և վերջ սիրելիներս, այսքանով էլ ավարտվեց մի գեղեցիկ օրվա, մի գեղեցիկ պատմություն, մնացին միայն լավ հիշողություններ և գեղեցիկ լուսանկարներ, թե ինչ լավ մնացեք, լավ եղեք, կհանդիպենք առայժմ